Հարգելի հետևորդներ, եկեք աշխատենք, ինձ ինչ-որ մեկին պետք է աշխատում եմ Lenormand քարտերով, այստեղ ուշադիր նայեք, հարցը այսպիսին ալինելու, կան մարդիկ, ովքեր որ չեն հասկանում, հա ինչ է կատարվում իրենց կյանքում, կուզենային իրենց հարցի պատասխանը ստանային իրականում։ Եթե այդ հարցը ձեզ այդքան տանջում է, ամեն մեկի մոտ մի ձևի կարող է համընկնել 50-50, հա, արդեն կհասկանաք ձեզ է վերաբերվում, թե ոչ։ Հարց է գողում ընդամենը այստեղ նայելով, թե ինչն է ձեր այսօրվա այն խնդիրը, հնչեցնում եք այդ խնդիրը, պատճառը, ինչն է պատճառը, որ ներկա պահին այդ վիճակում եք դուք հայտնվել կոնկրետ պատճառ։ Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Ուշադիր նայեք այստեղ հարցը ուղեք, ինչն է ձեր այդ խնդրի, այն խնդիրը, որը կա ասում եք, բարձրաձայնում եք, պատճառը, կոնկրետ պատճառ։ Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Նախ տեսնենք ովքեր եք դուք, ովքեր ուղղել են հարցը։ Մարդիկ կան, ովքեր աշխատում են, բեզբաշն է անձնավորություններ, ովքեր որ միգուցե ռեմոնտի հետ կապ ունեն, պաժարնի հետ կապ ունեն, ռիսկային աշխատանքների հետ կապ ունեն, բավականին շոկային պահվածք ունեք, որոշ մարդկանց մոտ հնարավոր է ինչ-որ բարձրահարկ շենքում եք ապրում, ինչ-որ ձեր պահվածքով կարող եք մարդկանց զարմացնել, էգոնա ձեզ մոտ մեծ դեր խաղում, իսկ շատերի մոտ հնարավոր է այստեղ դուք մի բան ուշադրություն չեք դարձնում, այսինքն մարսմոլորակն է սա, հա, եթե դուք տեսնում եք այսօրվա դրությամբ ձեր ձեռքերը կարող է վառվի, կրակից կամ ծակվի, հա, կտրող ծակող գործիքնով, դանակով եւ այլն։ Դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան այն չեք անում եւ դա հենց այնպես չէ այսօր ձեր կյանքում, ինչում դուք հայտնվել եք։ Լավ, տեսնենք որն է պատճառը, բուն պատճառը։ Դուք դիմել եք ինչ-որ մեկին, ով ձեր միամտությունից օգտվել է, սխալ աշխատանք է տարել եւ դրա համար էլ դուք հայտնվել եք այդ վիճակում, այ քեզ պատճառ։ Խաբեբայի մասին աստեղ խոսքը, ով ձեզ կարողացել է թակարդը գցել, ով ընդհանրապես ոչ մի կապ չունի այն